ասում է պետք եղավ Հիսուսին, որ սամարացիների մի քաղաքով անցներ, որի անունը Սուքար էր։ Հիսուսը ծարավ էր։ Հիսուսը նստել էր այդ ջրհորի մոտ և սպասում էր, որտեղ պետք եղավ, որ ինքն այդտեղով գնար։ Նա սպասում էր, նա գիտեր։ Նա գիտեր, որ այդ քաղաքից մի կին կուժնիրուսին առած պիտի գա ջուր հանելու։ Նա գիտեր, որ այդ կինը նաև ուրիշ մի ծարավ էլ ունի։ Դրա համար Հիսուսը եկել էր այդ ջրհորի մոտ նստել էր։ Աշակերտները գնացել էին, որպեսզի հաց առնեին, որտեղ բավական ճանապարհ էին կտրել, և վերջապես պետք է նաև ճաշեին։ Եվ Սուրբ Գիրքը ասում է, որ երբ որ այդ կինը եկավ այդ ջուրը հանելու, Հիսուսը ասեց ինձ ջուր տուր խմեմ։ Այդ կինը նայելով Հիսուսին, տեսավ նրա արտաքինից հասկացավ, որ սա հրեա է, և մտածեց հրեաները ոչ մի շփում չունեն սամարացիների հետ, ինչպես է որ ասում է ջուր տուր խմեմ։ Տեր Հիսուս բոլոր ազգությունների հետ ինքը գործ ունի։ Եվ Սուրբ Գիրքն ասում է, որ Հիսուսը ասեց, եթե գիտենայիր, թե ով է քեզանից ասում ջուր տուր, որ ես խմեմ, դու եթե ուզեիր, նա քեզ կտար կյանքի ջուրը։ Այն, որ այսօր երգում լսեցիք, որ Հիսուսն է տոնի մեծ օրը աղաղակեց և ասեց, եթե մեկը ծարավ է, թող ինձ գա և խմի։ Եվ այս կինը մտածեց սովորական ջրի մասին է խոսում Հիսուսը։ Ասեց, դու դույլ էլ չունես, որտեղից այդ ջուրը պիտի տաս։ Եվ Տեր Հիսուսը ասեց այդ մասին։ Այլ այն ջուրը, որ ես կտամ նրան, ջրի աղբյուր կլինի նրան, որ հավիտենական կյանքի համար կբխի։ Ամեն այդ ջրիցը խմողը դարձյալ կծարավի, բայց ով որ խմե այն ջրիցը, որ ես կտամ նրան, նա հավիտյան չի ծարավի, փառք Հիսուսի։ Ամեն այն ջուրը, որ տալիս է մարդը, այն վարդապետությունը, որ մարդը տալիս է իմ սրտում, նա ոչ մի տեղ չի գրավում։ Այն ազնվորությունը, որ կփորձի իմ հոգևոր աղքատությունը լեցնել, հարստացնել, չի կարողանա, որովհետև ես նորից դրա գալիքը պիտի զգամ։ Բայց այն, որ Տերն է տալիս, դա իրոք ինձ հագեցնում է, թող իր անունը փառավորվի։ Եվ Տեր Հիսուս շարունակության մեջ տեսնելով, որ այս կինը մաննավոր ջուր է ընկալում, ասեց գնա քո ամուսնուդ կանչիր։ Ասեց ես ամուսին չունեմ։ Ասեց դու ճիշտ ասեցիր, որովհետև 5-ն ունեցել ես, նա էլ որ ունես քոնը չի։ Այս կինը չասեց դու սխալ ես խոսում, դու սուտ ես ասում, որովհետև այս կինը ծարավ էր Աստծուն։ Նա պատրաստ էր, եթե Աստված իր հետ հանդիպեր, նա պատրաստ էր 0 դառնալու, ոչինչ դառնալու։ Աստված սա է ուզում քեզանից։ Եթե դու իրոք Հիսուսի հետ հանդիպել ես ուզում, դու պետք է խույս չտաս Աստծուց, որտեղ ինչպես եղբայրն ասեց, Աստծո առջև կանգնող անձնավորությունը, լույսի առջև կանգնող անձնավորությունը չի կարող ասել ես մի բան եմ։ Նա որ Աստծո սրբությունը, մեծությունը տեսնում է արդեն, նա պարզապես փշրվում է նրա առաջ։ Աստված վեր է հանում մարդու մեղավոր վիճակը, նրա ողջ եղելությունը, նրա ներսի աշխարհը ցույց տալիս են պիղծ եղելությունը, որում կա ինքը մարդը։ Մարդը հաճախ սրա մասին չի ուզում լսի, բայց Տերը տեսնում է ձեզանից ամեն մեկի սրտերը։ Դուք էլ գիտեք դուք ով եք սերներ, դուք էլ շատ լավ գիտեք, որ դուք լավը չեք, դուք էլ շատ անգամներ ձեզ մեղադրում եք, այն մեղքերը, որ գործել է շուրջ բոլոր նայել եք, ասում եք ինչ լավը մարդ չտեսա, բայց երկնքից Տերը տեսավ։ Աստված սիրտ երիկամունք քննող Աստվածն է, փառք իրան, եւ ինքը ներկա է սրանի մեջ։ Եվ Աստծո խոսքը ասում է, որ այդ կինը ասեց, ես տեսնում եմ դու մի մարգարե ես, որովհետև տեսա, որ այդ մարդը, այդ վարդապետը իր սրտին ասեց, ընդամենը մարգարե, այո, Տեր Հիսուս հետաքրքիր է մարդուն մոտեցնում իրեն։ Նա սովորական պայմաններով է մոտենում մարդուն, հետո սկզբում նաև մարգարե, հետո որպես մի լավ մարդ դարձեց, մի մեծ լուսավորիչ, ինչպես ոմանց համար է այսօր համարվում, բայց պահը գալիս է, որ նա ներկայանում է և բացվում է ճշմարտությունը, որ ես եմ դա, ես եմ, որ մարմին հագած եկել եմ աշխարհ։ Եվ Տիմոթեոս նույնպես թղթում առաքյալն ասում է, հայտնապես մեծ է աստվածապաշտության խորհուրդը, Աստված մարմնով հայտնվեցավ։ Եվ Աստծո հայտնությունը մարդուն
միայն Աստծուն է վերաբերում։ Եթե Աստված իր անձը չհայտնի մարդուն, մարդը չի կարող Աստծուն հանդիպել։ Եվ Աստծո հայտնվելը, ինչպես եղբայրը ասեց, տարբեր է լինում։ Աստծո հանդիպելը նաև լինում է իր խոսքի հայտնությունից, որ այսօր դուք լսում եք։ Թերևս խոսք, որ դուք մինչև հիմա Ավետարանը կարդացել անցել եք, բայց ձեզ այդպես չէր բացվել։ Այսօր այդ խոսքը Սուրբ Ոգին կարող է ձեզ բացել եւ հասկացնել, որ իրոք մինչև հիմա դուք կենթանի Աստծո ներկայության մեջ եք, բայց լավ հավատացել եք, որ այդ խոսքը կա։ Բայց ձեզ համար դա կենթանի չի հնչել, ինչպես այսօր որ պետք է հնչի քո համար որպես կենթանի խոսք։ Եվ մենք լսում ենք, որ այս կինը արտահայտեց իր սրտի ծարավը։ Կինը նրան ասեց, Տեր, տեսնում եմ, որ դու մարգարե ես։ Մեր հայրերը այս սարումը երկրպագություն արին, եւ դուք ասում եք, թե Երուսաղեմումն է այնտեղը, ուր պետք է երկրպագություն անել։ Հիսուսը նրան ասեց. Կին, հավատա ինձ, որ ժամանակ կգա, որ այն ժամանակ ոչ այս սարումը կերկրպագեն հորը եւ ոչ էլ Երուսաղեմումը։ Դուք երկրպագում եք նրան, որ դուք չգիտեք, մենք երկրպագում ենք նրան, որ գիտենք, բայց ժամանակ կգա եւ հիմա է, որ ճշմարիտ երկրպագողները հոգով եւ ճշմարտությունով կերկրպագեն հորը, որովհետեւ հայրն էլ այսպես է ուզում երկրպագողների։ Ուրեմն այս կինը իր սրտի ծարավը արտահայտեց։ Նա ասաց, որ վերլուծի ենք աստվածապաշտությունից, նա գիտենք, որ Մեսիան պիտի գա շուտով ինքը պիտի ասի։ Դուք ասում եք պաշտենք, բայց ասում եք Երուսաղեմում, մեր հայրերին ասում են այստեղ, ո՞րն է ճիշտը։ Իրոք այս կինը շփոթված էր, չէր հասկանում։ Շատ ուղղություններ կան, որտեղ պետք է ճշմարտություն փնտրել։ Բայց Տեր Հիսուս չասեց, այս սարի վրա է ճիշտը կամ Երուսաղեմում է ճիշտը։ Նա ասեց, որ ժամանակ կգա, որ ոչ այդտեղ, ոչ մյուս տեղում պետք է երկրպագեն Տիրոջը եւ ասեն սա է տեղը։ Այլ ամեն տեղ, եթե մարդը ճշմարտապես հոգով երկրպագում է Աստծուն։ Դա է ընդունել Աստծուն։ Կարծես այս կնոջ վրայից մի բեռ էր ընկնում։ Նա ճշմարտությունը իմանում էր եւ այդ ճշմարտությունը իրան ազատագրում էր, թող Հիսուսի անունը փառավորվի։ Նա չգիտեր այդ ճշմարտությունը, բայց Տեր Հիսուս ասել էր, ճշմարտությունը պիտի գիտենաք եւ այդ ճշմարտությունը ձեզ ազատ պիտի անի։ Եվ այս կինը ճշմարտությունից էր, որտեղ նրա ներսի կարիքը արտահայտվում էր, եւ անմիջապես ինքը ասեց. Գիտեմ, որ Մեսիան պիտի գա, որ Քրիստոս է կոչվում, երբ որ նա կգա, ամեն բան կպահպանե մեզ։ Այս կինը ծարավ էր Հիսուսին, ծարավ էր Մեսիային, նա որ գա, ինքն այլևս այդպիսի կյանք չի ապրի, այդպիսի անարագության վիճակ չի ունենա, նա գա կպատմի եւ ինքը կազատագրվի այդ ճշմարտությունով։ Եվ Հիսուսը տեսավ, որ այս կինը իրոք այնպիսի մի վիճակ ունի, որը ինքը իրոք պետք է արդեն իր անձը հայտնի, որտեղ այս կինը գտնվեց արքայության համար։ Անմիջապես ասեց, ես եմ, որ քեզ հետ խոսում եմ, եւ սրա վրա եկան նրա աշակերտները։ Ես եմ, որ քեզ հետ խոսում եմ։ Սեներ, ուզում եք իմանալ մի նշանի մասին ասեմ, որ եթե գոնե չեք հավատում, որ Աստված ներկա է, ապա Աստծո խոսքը կարող է ձեզ համոզել։ Էմաուսի ճանապարհին Հիսուսը հայտնվեց աշակերտներին, եւ նրանք Հիսուսին չէին ճանաչում արտաքնապես, բայց երբ տուն մտան եւ Հիսուսը հաց օրհնեց տվավ ու իրանց միջից վերացավ, մի բան ասեցին, չէ որ մեր սրտերն էլ բորբոքվում էր ճանապարհում, երբ նա խոսում էր։ Սեներ, Հիսուս Քրիստոս ներկա, եթե դու քո սրտի մեջ նոր թրթռում ես զգում, դա իր ներկայության ապացույց։ Աշակերտներն ասեցին, չէ որ մեր սրտերն էլ բորբոքվում էր, այո Հիսուս Քրիստոսի ներկայությունը բերում է քո մեջ նոր վիճակ, նոր կարիք, նոր փափակ, մի նոր պարզություն, հարազատություն, ջերմություն, մտերմության խորը կարիք։ Եվ սրանք Հիսուս Քրիստոսի ներկայության ապացույցներն են։ Եվ մեր շարունակության մեջ լսում ենք, որ այս կինը ուրախացավ, կույսը թողեց այն ինչով որ կարող էր ինքը իբր հագենալ, թողեց այն գաղափարը, որով կարող էր ինքը մի բան համարվել, եւ գնաց ամբողջ քաղաքում մեկ ասեց. եկեք տեսեք Քրիստոսը։ Եվ ողջ քաղաքը շարժվեց այս կնոջ վկայությունից։ Օսիենը միշտ էլ այդպես է եղել։ Տեր Հիսուսին հանդիպող անձնավորությունը չի մնացել նույնը։ Աստծուն հանդիպող անձնավորությունը փոխվել է։ Եվ Սուրբ Գիրքը ասում է այդ հրաշալի վիճակի մասին, որ եթե դու անկեղծորեն այսօր դաս Տիրոջ առաջ եւ խոստովանես այդ վիճակը,
Աստված իրոք քեզ օրհնելու է։ Առաջին Հովհաննես 3-րդ գլխի 19-րդ խոսքը այսպես է ասում. Եվ սրանով են ճանաչում, թե ճշմարտությունից ենք։ Սրանով են ճանաչում, թե ճշմարտությունից ենք։ Եվ նրա առաջին ի հանդես բերենք մեր սրտերը։ Նա է ճշմարտությունից, նա է Աստծուն ճանաչում, ով իր սիրտը չի թաքցնում Աստծուց, ով իր սիրտը բերում է Աստծուն, նա է ճշմարտությունից սիրելիներ։ Աստված մեր ուղերի հետ գործ չունի, Աստված մեր արտաքինի հետ գործ չունի, նա գործ ունի մեր սրտի հետ։ Այն մսեղեն օրգանի մասին չի խոսքը։ Սիրտ ասելով հասկանում ենք այն ինչում մարդը կա, որտեղ ինքը կա, եւ այդ տեղից հետո ինքը իրան խոնարեցնում է, ինքը փոքրանում է, եւ այդ տեղը տալիս է Հիսուսին, Փառք Հիսուսին։ Եվ ասում Հիսուս, արի այս քո տեղն է։ Այո, Տերը այսօր սրտերն ունեն ձեր։ Եվ այստեղ կարդում ենք, սրանով են ճանաչում, թե ճշմարտությունից ենք, որ մեր սրտերը բերում ենք։ Նա, որ իր սիրտը Աստծուն չի բերում, նա չի կարող ճշմարտությունից լինել։ Որ եթե մեր սիրտը մեղադրել ես, այլ Աստված մեր սրտերից ավելի մեծ է եւ ամեն բան գիտե։ Սիրելիներ, եթե մեր սրտերը չմեղադրեն մեզ, համարձակություն ունենք առ Աստված եւ ինչ որ խնդրենք կառնենք նրանից, որովհետեւ նրա պատվիրանքները պահում ենք եւ նրա առաջին հաճո եղածները անում ենք։ Ու այստեղ մենք կարդում ենք, որ եթե մեր սիրտը մեզ մեղադրում է, եթե մենք քննում ենք մեր սիրտը եւ տեսնում, որ մեր սիրտը մեզ մեղադրում է, ապա այդ մեղադրական խոսքը երկնքում ավելի արձագանքվում։ Սերներ, Աստված այսօր ամեն մեկից ուզում է համոզել, որ ինքն է ճշմարտությունը եւ իրանով պիտի անցնենք։ Դուրը ինքն է։ Իրեն շրջանցել հնարավոր չէ։ Եվ այդ կինը այդ խորը ծարավը, որ ուներ, ինքը արտահայտեց եւ Տեր իր անձը հայտնեց իրեն։ Այդպես է, եթե մեկը խորը ծարավով իր անձը չի հայտնում, նախ իր մեղավորությունը, այս կինը իր մեղավորությունը ինքը գիտակցեց եւ խոստովանեց, նա չասեց դու սուտ ես խոսում։ Նա նաեւ չփախավ ժողովրդից հեռու, նա գնաց ու դավանեց Հիսուսը։ Աստծուն գտնողը չի կարող լուր կենալ իրոք։ Եվ թող իրոք Աստված օրհնի, որպեսզի մենք ճշմարտապես Աստծուն մոտեցած լինենք։ Խոսքի սկզբում հիշեցրեցի, առաքյալն ասում է, ես սրանից ավելի մեծ ուրախություն չունեմ, քան որ առավելապես Աստված տեսնում է իր ազգին ճշմարտության մեջ գնալիս։ Քո սիրտը բեր Աստծուն, որտեղ Աստծո ուզած զոհը կոտրած եւ խոնարհ սիրտն է։ Եվ այսօր իրոք Տերը կարող է յուրաքանչյուր սրտի հետ իր աշխատանքը տանելով յուրաքանչյուրի կյանքը դառնալ։ Մենք կարդում ենք նաեւ իրոք 7-րդ գլխի 37-րդ խոսքից Հովհաննես ավետարանի հետևյալ համարները։ Երբ տոնի վերջին մեծ օրումը Հիսուսը կանգնած էր աղաղակեց եւ ասեց. Եթե մեկը ծարավ է, թող ինձ մոտ գա եւ խմե։ Ինձ հավատացողը, ինչպես գիրքն ասում է, նրա փորիցը կենդանի ջրերի գետեր կբխին։ Սա ասեց այն հոգու համար, որ ընդունելու էին նրա հավատացողները, որովհետև դեռ Սուրբ Հոգին տրված չէր, որովհետև Հիսուսը դեռ փառավորված չէր։ Բայց մենք գիտենք Հիսուսը փառավորվեց, մենք գիտենք Պենտեկոստեն եկավ եւ ծարավ սրտերը երկնքից հագենում են։ Ես հիշում եմ մեկ տեղում, որ խոսում էի, ասեցին՝ մի խոսի լեզուների մասին, մի խոսի Սուրբ Հոգու մասին։ Ոմանք էներգիա են համարում, քամի եւ այլն անց չեն համարում։ Մի խոսի, դա առաջին դարում էր։ Այդ չի կրկնվելու։ Եվ իրոք այսօր մենք էլ կարող ենք, այսօր օրերն են։ Ճշմարտությունը քեզ հրավիրում է, ճշմարտությունը խոսում է։ Կգա ժամանակը, որ դու կուզենաս իմանալ ինչ է ճշմարտությունը Պիղատոսի նման, նա լուր կկենա։ Ամեն բան Տիրոջն է եւ մեր սրտերն էլ բերենք Տիրոջի հիմա։ Ոտքի կանգնենք եւ վերջին աղոթքով գանք Տիրոջ առաջ։ Նրանք, որ առաջին անգամ լսեցին եւ իրանց սիրտն ուզում են Տիրոջը տալ, թող առաջ գան։ Նրանք, որոնք իրոք բժշկության կարիք ունեն, թող առաջ գան։ Մեկը կար, որ ընդարձակ աբշիրնի ինֆարկտ են ասում սրտի, տարել է եւ բժշկվել է, հիմա շրջում է, այստեղ չի ինքը։ Հիվանդանոցում ենք այցել իրան։ Թող Տերը փառավորվի, գոհության աղոթներ էլ պիտի բերենք Տիրոջը, շատ հրաշքների բժշկությունների համար։ Տերը նույնն է երեք այսօր ու հավիտյան։ Ուրեմն Տիրոջ ներկայության մեջ լինելով ես ուզում եմ, որպեսզի մեր սրտերը լրիվությամբ իրան հանձնենք եւ քաջ լինենք, վստահ լինենք, որ մեր Տերը ինքը մեր մեջ լինելով իր խոսքի հետ կանգնած է, ինքն է ճշմարտությունը,
ովքեր որ ուզում են իրենց համար աղոթ լինի թող առաջ գան, այստեղ հոգսերը ունենք իրենց համար պետք է աղոթենք։ Ամեն բան բերում ենք Հիսուսի ոտքերի առաջ։ Մեր ողջ եղելությունը, եթե ճշմարտությունից ենք, մեր ողջ եղելությամբ ինչ վիճակով որ Տերը այսօր մեզ բացեց եւ հասկացրեց, գալիս ենք Հիսուսի առաջ։ Լսիր այս սրտերի աղոթները Տեր Հիսուս, լսիր այս կարիքները Տեր իմ Աստված, ում որ հարկն է բժշկիր, ում որ հարկն է մխիթարիր Տեր Հիսուս։ Ով որ քո Սուրբ Հոգով լեցվելու կարիք ունի, լեցրու Սուրբ Հոգովը Տեր, լեցրու Սուրբ Հոգովը Հիսուս, քոնն է երկինքը, քոնն է երկիրը, քոնն են մեր սրտերը Տեր։ Փառք քեզ, փառք քեզ, փառք քեզ Հիսուս։ Դու հպիր ամեն մեկին Տեր Հիսուս, ազատագրիր Հիսուս քո ճշմարտությամբ, ազատագրիր այս սրտերը։ Փառք քեզ, փառք քեզ, փառք քեզ, փառք քեզ, փառք քեզ Հիսուս։ Օրհնյալ Աստված, քո ողորմությունը արա Տեր իմ Աստված, որ այստեղից գնան սրտերը ազատ, բժշկված, իրենց սրտերում մեծ ուրախություն տոնեն Տեր, որ դու այսօր իրանց Աստվածը ես դարձել։ Շնորհակալ եմ քեզանից այս աղոթները լսելու համար։ Փառք քեզ, գոհություն, պատիվ, երկրպագություն քեզ։ Վստահ եմ, որ թշվառությունից այս ազգը կհանեցվեր եւ կկանգնեցնես, կզորացնես եւ քո խոսքը կտարածես հարևան ազգերին էլ։ Փառավորվի անունը Սուրբ ամեն բանում։ Փառավորվի Հայրը, Որդին, Սուրբ Հոգի։ Ալելույա, ամեն։